Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 23-ի վճռով բավարարվել է։ Վճիրն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786,000 $-ին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայց էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան, պահանջելով անվավեր ճանաչել Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի եւ ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված Երևանի Մալաթիա Սեբաստիան համայնքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող 1.5 հեկտար մակերեսով հողամասի առողջարքի պայմանագիրը։ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։ Պարզվել է, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Նարեկ Կարենի Կարապետյանը ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար, պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով պատերազմական ժամանակ։ Նարեկ Կարապետյանի հնարավոր առողջական խնդիրների հետ կապված մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով քրեական վարույթով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի շրջանակում վերջինս ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար նախկինում պատճառ դարձած առողջական խնդրի կապակցությամբ հետազոտություններ անցնելուց։ Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի եւ նույն թեմի հոգեվորական տեր Գարեգին Քահանա Արսենյանի դատավարությունը։ Եպիսկոպոս Պրոշյանը կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանը 1 ամսով երկարացրել է նրա խափանման միջոցը։ 1 ամսով երկարացվել է նաեւ Գարեգին Քահանա Արսենյանի տնային կալանքը։ Ըստ մեղադրանքի Մկրտիչ Պրոշյանը հոգեվորականներին հարկադրել է մասնակցել հանրահավաքներին, նաեւ 2021 ընտրություններին հրահանգել մասնակցել ընտրություններին եւ չքվեարկել իշխանական թիմի օգտին։ Հունվարի 21-ին ոստիկանությունը դիմել Իրանի քաղաքացի 39-ամյա Մոհամմադասեղ Ալիզրա Մոհամմադ Ալ-Փիլյու Ազադին եւ հայտնել, որ հունվարի 20-ին իր ծանոթ Դավիթը պարտքո պահանջի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով եկել է իր կողմից վարձակալած Արցախի փողոցի հասցեներից մեկը, որտեղից Դավիթի հետ վերջինիս վարած Mercedes մակնիշի ավտոմեքենով գնացել են Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկը, որտեղ Դավիթին պարտքերը վերադարձնելու վերաբերյալ փաստաթուղթ են գրել, որից հետո առանց իրեն տեղյակ պահելու Արցախի փողոցի 23.2 հասցեում գործող իր պահեստից 14 միլիոն դրամի զոհացուցիչ ըմպելիք։ Պարզվել է, որ հանցակ կատարած անձինք հանդիսանում են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Դավիթն ու 30-ամյա Սարգիսը։ Հունվարի 23-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 37-ամյա մի տղամարդ, նա 2025 թվականի նոյեմբերի 20-ից Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվում էր առանձնապես ծանր հանգամանքներում կողոպուտ կատարելու մեղադրանքով։ Հունվարի 23-ին տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի 56-ամյա բնակիչը պահում եւ օգտագործում է թմրանյութ։ Նրա տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 573 գրամ զանգված։ Հունվարի 26-ին աշտարակի եղվարդ M6 ավտոճանապարհին բախվել են Nissan եւ Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին աշտարակի կամրջի վրա ավտոմեքենա է այրվում։ Մինչ հրշեջների ժամանումը ման մակնիշի կցորդիչով բեռնատարում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն, ուժասներ չկան։ Հունվարի 27-ին Թալին բազմաբերդ կքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածներում բախվել են տարբեր տրանսպորտային միջոցներ։ Վթարի հետևանքով մոտ 10-ից ավելի վիրավոր է եղել։ Հունվարի 22-ին համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ մայրաքաղաքի Երևանու փողոցի բնակիչ 33-ամյա մի տղամարդ գտնվում է Ուլնեցու փողոցի տներից մեկում, որտեղ ծեծի է ենթարկել այնտեղ բնակվող օտարերկրյա քաղաքացի 29-ամյա մի կնոջ եւ ապօրինի պահվող հրազենի սպառնալիքով նրան ապօրինի զրկել է ազատությունից։ Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները մեկնել են Ուլնեցու փողոց եւ հիշյալ արարքները կատարելու կասկածանքով ձերբակալել 33-ամյա տղամարդուն։ Ապօրինի հրազենը հայտնաբերվել է ննջասենյակում։ Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Փողոցյան վերաբերյալ առաջին հաղորդումը համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնում ստացվեց հունվարի 10-ին։ Հայտնեցին, որ վերջին օրերի ընթացքում Դավթաշենի երկրորդ թաղամասում գտնվող կիսակառույց շինության տարածքից գողացել են շինարարական 150 հենասյուն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, ում ինչ իրավապահները ձեռնարկում էին միջոցառումներ, հունվարի 16-ին ստացվեց նոր հաղորդում։ Գիշերը նույն կիսակառույցի տարածքում վնասել էին տեսահսկող սարքի լարը եւ գողացել շինարարական ապրանքներ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումները համայնքային ոստիկաններին հասցրին Զովունի գյուղ։
Հունվարի 19-ի երեկոյան հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով ձերբակալվեց Զովունու բնակիչ 25-ամյա երիտասարդ։ Բաժնում նախոստովանեց արարքը, նաև հայտնեց, որ գողացված ապրանքն արդեն իրացրել է։ 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց կաթուցիչ, որում ըստ նրա մարիխուանա էր անձնական օգտագործման համար։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա հենասյուների գողության մի փորձ էլ կատարել է հունվարի 18-ին, ինչը կանխվել է սեփականատիրոջ կողմից։ Դավթաշենի համայնքային ոստիկաններին նաև հաջողվեց մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում հայտնաբերել գողոնը։ Վնասի չափը կազմում է 1.5 միլիոն դրամ։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, հանգամանքները նախաքննության պարզվում են։